Տիկին Սարգսյան Մրգաշենում տեղի ունեցած սպանությունից հետո քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երկու եղբայրներ են ըստ էության կատարել հանցանքը եւ նրանց ձերբակալելու որոշում կա։ Արդյոք նրանք արդեն հայտնաբերվել եւ վերման են ենթարկվել եւ օպերատիվ հետախուզական տվյալներ կան այն մասին, թե ինչը կարող է լինել նման ոճրագործության պատճառը։ Այս պայդրությամբ բնականաբար օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները դուրս բերենք եւ հետեւապես բոլոր վարկածներն են քննարկվում։ Քննչական կոմիտեն կարծում եմ վարկածի մասով պատեհ պահին հանդես կգա հայտարարության, բայց ուզում եմ փաստել, որ ներքին գործերի նախարարության կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցառումները անձանց հայտնաբերելու ուղղությամբ, երկու անձինք հայտնաբերված են, ձերբակալված եւ ներկայացված քննչական մարմին։ Տիկին Սարգսյան թեև դեռևս պաշտոնական վիճակագրություն չկա սպանությունների վերաբերյալ, սակայն ամեն օր դերախոսում նման լուրերի ենք հանդիպում։ Մտահոգիչ չէ ստեղծված իրավիճակը եւ արդյոք իրավապահ համակարգը չի թերանում այս առումով, որ սպանությունների նման կարելի ասել նաեւ աչք հաշվի առնելով դերախոսում հայտնվող լուրերը։ Գիտեք, լրահոսը եւ իրականությունը շատ հաճախ չեն հատվում իրար հետ, որովհետեւ եթե նույն սպանությունների մասին ենք խոսում, պիտի նկատենք, որ առաջին եռամսյակում մենք սպանությունների թվի նվազում ունենք։ Եթե անցած տարվա կտրվածքով մեր ամեն դեպքում ամբողջացած տվյալներով իրական սպանությունները 13-ն են եղել առաջին եռամսյակում, ապա այս պայդրությամբ ունենք 8 սպանության դեպք, որոնք որ գրանցվել են, այսինքն էական նվազում ունենք այս առումով։ Եվ շատ հաճախ լրահոսում հենց տեղեկատվությունները ավելի շատ հիբրիդային սպառնալիքների տրամաբանության մեջ են տարածվում կամ չափազանցության տրամաբանության մեջ են տարածվում, որովհետև նույն դեպքը մենք նկատում ենք, որ ամբողջ շաբաթ կարող է քննարկվել տարբեր ռակուրսներից կամ տարբեր կայքերով կարող են տարածվել այնպիսի տեղեկություններ, որ օրինակ հունվարին Հայաստանի Հանրապետությունում 200-ից ավելի սպանություն կա եւ այսպես շարունակ։ Ես կարծում եմ, որ մենք միշտ ներկայացրել ենք պրոֆեսիոնալ տեղեկատվություն հանրությանը, միշտ եղել ենք բաց եւ որևէ ձևով որևէ նպատակ չենք հետապնդում խեղաթյուրելու իրականությունը, որովհետեւ նույն տրամաբանությամբ մենք 2025 թվականին նշել ենք, որ կա 50 իրական սպանության դեպք, 2024-ին դա եղել է 45 թիվը, բայց այս տարվա եռամսյակային կտրվածքով ունենք սպանությունների թվի նվազում։ Իհարկե պիտի հետևողականորեն հասկանանք ռազմավարական այն բոլոր միջոցառումները, որոնք որ ամբողջ հանրապետությունով պիտի ձեռնարկենք, ոչ միայն իրավապահ համակարգի տեսանկյունից, այլ նաեւ մյուս գերատեսչությունների առաջիկայում արդեն կվերջնականացնենք հանցավորության կանխարգելման ռազմավարությունը եւ դուք կտեսնեք, թե ինչպիսի համալիր միջոցառումներ կան նախատեսված։ Տիկին Սարգսյան նաեւ այսօր վերջին հարցը խնդրեմ, ազգային ժողովում այսօր նման կարծիք է, նման հայտարարություն է եղել, որ երբ մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ոստիկանության մի ամբողջ գվարդիա է ուղեկցում, դա վարչական ռեսուրսի չարաշահում է, ձեր արձագանքը։ Չի կարող նման բան լինել, որովհետեւ ոստիկանությունը կատարում է օրենքով իր առջև դրված խնդիրները եւ պարտավոր է կատարել այդ խնդիրները։